Աստուծո փառք կուտանք, որ Տերը մեզի կյանք շնորհեց եւ այս տարի եւս գիշադագենք մեր փրկին խաչելությունը այս ավակ շաբթվա ընթացքին չեմ գիտեր եթե պիտի ուզեք որ Հիսուս քար եւ մեզ իր քով առներ եւ մեր վերջնական հանգիստը մտնեինք չեմ գիտեր եթե գլուխնիդ կշարժեք բայց բոլորը չէ Երանի թե պատրաստ լանք որովհետև Տերը ովևէ ադեն գրնակալ այնպես որ փառք կուտանք որ գաբրինք իրմով գաբրինք եւ գշնչենք եւ երբ որ մեզի Տերը արիտ կշնորե իրեն հետ կքալենք եւ իր խոսքով մեր հոգիները կսունուցանենք հատվածը պիտի գարտամ Հովանու ավետարանին 9-րդ գլուխեն ներողություն 18-րդ գլուխեն մեգեն 9 համարները Հովանու 18-ը մեգեն 9 համարները պիտի գարտամ ուր ավետարանի չայսպես կսե Հիսուս այս բաները ըսել են յետև իր աշակերտներուն հետ մեկտեղ գետրոն հեղեղադին անտիգոմ ելավ ուր բարդեզ մգար որում մեջ մտավ ինք ու իր աշակերտները եւ հութալ որ զանիկա պիտի մատներ քիդեր այնտեղը Բասնզի Հիսուս շատ անգամ իր աշակերտներուն հետ մեկտեղ հոն ժողված էր ուստի հութա զինվորներուն քունթը ու քահանայապետներեն ու փարիսեցիներեն սպասավորներ իրեն հետ առնելով այնտեղ եկավ չահերով ու լապտերներով եւ զենքերով նշմարեցիք հութա որուն հետ եկավ զինվորներուն հետ գղերական տասագարդ մնալգար անոնց հետ եկավ իսկ Հիսուս իր վրա քալու բոլոր բաները քիտնալով ելավ ու ուսավ անոնց ով գփնդրեք պատասխան տվին անոր նազովրեցի Հիսուսը ըսավ անոնց Հիսուս ես եմ հութալ որ զանիկա գմատներ անոնց հետ գայներ էր ու երբ ըսավ թե ես եմ ետ քացին ու կեդինը ինգան Եվ նորեն հարցուց անոնց, ով գփնդրեք, անոնք հալսին նազովրեցի Հիսուսը, Հիսուս պատասխան տվավ, ցեզիսի թե ես եմ, ուստի եթե զիս գփնդրեք, թող տվեք ադոնք իր աշակերտները, որ երթան։ Որբեսի կատարվի այն խոսքը, զորինք ըսեր էր, թե զանոնք, որ ինձ դվիր անոց մեմեգնալ չգործունցուցի։ Այս շաբաթ ավակ շաբաթ ըլլալով ուզեմ գարկ մգեդերու շուրջ խորհրդածել պիտի չգետրոնանամ հատվածին վրա հաբա մի քանի կարևոր գեդեր վեր պիտի առնենք մեր մխիթարության մեր հոգևոր շինության համար ավակ շաբաթ մեծ շաբաթ ավակ մեծ գնշանագե բոլորիս ծանոթ է եկեղեցվո հայրեր գոմե այդպես գջանցվի այս շաբաթը ինչու համար ավակ շաբաթ մեծ շաբաթ որովհետև մեծ անձնավորությունը անփախտադելի անձնավորությունը մեծ կորձեր կատարեց բացության մեջ եղած չէ եւ հadouk առաքելությունը ամփոփչացնելու համար աշխարհ եկած էր որեր մարդուն փրկակորձությունը մեծ կորձ մգադարեց երանի թե մարդիկ հասկանան այն կորձը զոր Տեր Հիսուս գադարեց խաչին վրա մեծ մեկներ եւ գադարած կորձնալ մեծ էր Հիսուսի առաքելությունը մեկ նպատակ կհետաբնթեր մարդու փրկությունը Գարմը մարդիկ երբ փրկություն բարը լսեն գսրթողին երբ լսեն դերոջ շնորհքով փրկված եմ չիղերնին գխանկարվի ադինչ հանթկնություն է գսեն ով գրնա ասել որ ես փրկված եմ ադի մեկը չգիտեր միշտեր Հիսուս ճիշտ ասոր համար եկավ
մարդուն, մեղավոր մարդուն փրկելու համար։ Ինչ են փրկելու, մեղքի իշխանութենեն, զորութենեն փրկելու, մահվան իշխանութենեն փրկելու եւ նաեւ Աստուծո փարգութենեն փրկելու։ Եվ Աստվածաշունչը հստակ կնե, որ այս փրկությունը գիտակցություն է։ Քրիստոնեությունը գիտակցության վրա հիմնված գրոնք մնե, եթե գրոնք փարը պիտի կործածենք։ Հավատացյալը գիտե եւ իր փրկությունը Աստուծո շնորհքին կվերակրե։ Եվ ոչ թե ինքը փամը ըրած է, շատ խելացի է, ջարբիկ է, շատ սուրբ գիրք կգարտա, եկեղեցի կհաջախ է եւ փրկված է։ Աստուծո շնորհքին կվերակրե։ Եվ գսե առաքյալը, Հիսուս շատ անգամ ասավ. «Ան որ ինձի կհավատա, թեև մեռնի, պիտի ապրի»։ Ասիկա փրկության վստահություն է։ Հիսուս ինք ասավ։ Եվ առաքյալը գսե, առաքյալական նամակներու մեջ գսե, մենք գիտենք, որ մահվնե կյանքի փոխադրվեցանք։ Գիտենք։ Հովհաննես առաքյալ իր նամակներու մեջ այս կշեշտը։ Գսե, եւ վկայությունը այս է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվավ։ Եվ այս կյանքը անոր որդվույն մեջ է։ Անոր մեջ որ ասավ ես եմ ճամփան ճշմարտություն եւ կյանքը։ Եվ այս կյանքը անոր որդվույն մեջ է։ Ան որ որդին ընդունած է, կյանք ունի։ Այսօր մեջ երբ որ մեկը գիտե թե ինք կյանք ունի, հբարդությունը ինչ գործ ունի այսօր մեջ։ Գիտակցություն է, անոր շնորհքով փրկված է։ Հիսուս ճիշտ այսօր համար աշխարհ եկավ։ Խաչը բարձրացավ, որպեսզի մարդոց հավիտենական կյանք տա։ Եվ եթե այս կյանքը, այս փրկությունը գիտակցություն պիտի չներշնչե, ինչ է մենք օթեն կախված ենք, չենք գիտեր, Երանի իրավըլլա, Հիսուս կյանք տալու համար եկած է, Երանի այդպես ըլլա, ոչ, այդպես է, այո, Հիսուսի գլխավոր նպատակը, առաքելության նպատակը մարդը փրկել էր։ Ով կրնար մարդուն փրկություն հայթայթել։ Ոչ մեկը։ Անորամար Հիսուս աշխարհ եկավ։ Հարյուրավոր տարիներ, ոչ մեկ սուրբ, ոչ Ադամեն սկսյալ, Աբրահամեն անցնելով, Մովսեսեն, Դավիթեն, բոլոր սուրբերը չգրցան կյանք շնորհել։ Անորամար Հիսուս իր սերեն մղված աշխարհ եկավ։ Մեղավոր, ըմբոստ եւ անարժան մարդուն փրկություն շնորհելու համար խաչը բարձրացավ։ Դեր Հիսուս այս շաբթվա ընթացքին ինչ հատկանշական գործեր կատարեց։ Ըստ եկեղեցվո ավանդության երկու շաբթի դաջարի մաքրագործությունը կատարեց, ինչպես կգարտանք Մատթեոսի 21-րդ գլուխի մեջ։ Գթելատրեմ, որ գարտակ ձեր դուները։ Դաջարին ներքին վիճակը ցույց կտա թե ժողովրդին, թե գեղերական ղեկավարներուն, կրոնական ղեկավարներուն սիրտին վիճակին։ Գարտացված հատվածի մեջ տեսանք ով եկավ բարդեզ, ուր որ Հիսուս հոներ փրնելու։ Հութա հռոմեացի զինվորները եւ փարիսեցիները։ Լավակույն գրոնքի պատկանող հրյա գրոնականները, որոնք Մովսիսական օրենքը բծախնդրությամբ կբահեին, անոնքալ եկան փրկելու։ Ուրեմն եւ Հիսուս, երբ որ դաջարը կմաքրե, եկեղեցվո հայրերը այս պեկտությունը կուտան, որ դաջարը այն վայրներ, ուր Աստված գիչներ հոն, այն վայրներ, ուր մարդը Աստծո կմոտենար,
այս վայրը մարդիկ բազարի վերածած էին, արևդուրի գետրոն մրած էին։ Եվ եկեղեցու վայրը շատ քեղեցիկ խորհրդաբատկեր գուտան, որ դաջարը նաև քեղեցիկ խորհրդաբատկեր է մեր սիրտերը եւ կյանքերը ներկայացնող։ Եվ ասիկա ճշմարտություն է Աստվածաշունչի ողջամիտ վարդապետությունը գուսուցան է այդ։ Մեր մարմինները Սուրբ Հոգուն դաջարներ են, այնպես որ Սուրբ Հոգին կփնագի եւ մեր բոլոր մարմինին անդամները պետք է դերոջը ընծայենք եւ մաքուր բահենք մեր սիրտը։ Դժբախտաբար Հիսուսի ժամանակ այդ օրերու մեջ, երբ որ Հիսուս Երուսաղեմ քաղաքը մտավ, ավետարանիչները մեկը կնկարագրե թեփը, որ դաջար քնած եւ դաջարի մեջ բոլոր մարդիկը, որոնք արևդուր գնային, դուրս հանեց։ Արդյոք այսօր Տեր Հիսուս եթե մեր դաջարներն ալքա մեր սրտին դաջարներուն վրա ավելի գետրոնանան, քան թե արդակին, ինչ պիտի գտներ։ Այսօր ալ շատ են թիվը անոնց, որոնք հոգևոր անվանդակ Քրիստոսի անունը գրողներուն կյանքերը եւ սրտերը լեցուն են այնպեսի բաներով, որ դերը չախորժիր, պետք է դուրս հանե։ Եվ Հիսուս խարազանով բոլորը դուրս հանեց սեղանները, բոլորը դարձուց։ Միգուցե զարմանանք սիրո եւ կթարատ ասենք քութով, որ աղքատներուն կգերագրեր, անոթիները, հիվանդները կբժշկեր, հանգարցի մա կտեսնես ինքը խարազանը ցերկը սեղանները կդարձնե։ Հեչ կարծեք թե գապ չունի, ինքը չէ։ Արդար փարգությամբ դերը կորձը գադարեց եւ ասավ իմ դունս դերոջը դունը դաջարը աղոտքի դուն կգոչվի։ Ուրեմն հոն ամեն փանգար ճիշտ բանեն զատ։ Տեր Հիսուս կագնգալ է մաքուր տեսնել նաև մեր սիրտերը։ Երանիտ այսօր բահմը յուրաքանչյուրս մեր սրտերուն վրա գետրոնանանք։ Ուրիշներուն սիրտերը չի խառնենք, խոշորայցուցով չդիտենք ինչ կա մեջդ, ես կուզեմ մաքրել։ Ոչ, ամեն մեկս մեր սիրտերը քննենք, արդյոք ինչպես է, մաքուր է։ Տեր Հիսուս հիմա ալ կմաքրե սրտերը եւ այսօր համար փառք ունենք, բայց ոչ ինչպես այնադեն խարազանով։ Հաբա եկեղեցվո շնորհքի դնդեսության մեջ իր հոգիովը եւ խոսքովը Սուրբ Հոգին, որ մեր սրտերում մեջ կփնագի եւ խոսքը, որ մեր ցերկերում մեջ ունի, կմաքրե մեզի։ Հարցը հոժարիլ է։ Բարեխոսական աղոթքի մեջ մեր դերը չսավ, ով հայր սրբե զանոնք քու ճշմարտությունովդ, քու խոսքդ ճշմարտություն է։ Ուրեմն մենք ալ պետք է սրբովենք։ Անոնք այնպեսի ավելի բաներ գծախեն, որ գաբ ուներ պաշտամունքին հետ դաջարի մեջ, ոչխարներ, աղավնի, ինչ որ պաշտամունքին հետ գաբ ուներ, որովհետեւ խիղճերնին հանկիստ բահեն, որ նայր մենք դաջարին հետ գաբ ունեցող բաներով կսպաղվենք։ Հարգարակ ասոր մեր դերը սավ, թուք ասիգա ավազակներու վայր ըրիք, դերը որ սրդերը կիդե, անոնց սիրդերն ալ կիցավ, ինչ նպատակավ այդ կործերը գնե։ Յուրաքանչյուրը գմտածեր, թե ինչպես թրամ շահի, անոնք նպատակ են շեղած էին։ Ավակ շաբթվա ընթացքին մեր սորվելիք թասը այս է, Աստված կուզե սիրելիներ իմ եւ ծեր սիրտը մաքուր տեսնել։ Եվ մաքրելու համար միջոցները կա, մենք պետք է կործածենք։ Դրամատրվել Սուրբ Հոգին,
որան մեր մտքերը լուսավոր է եւ խոսքին հնազանդելու։ Տեր Հիսուս դաջարը մաքրելով իր բացարձակ իշխանությունը ցույց տվավ, ասելով. «Իմ դունս աղոթքի դում պիտի գոչվի»։ Եվ անբիդանները ասեմ արժանի են այդ անունին, քեշփարմը չէ անբիդան, այսինքն բիդանի չէ, անբիդան, անկործածելի չէ։ Այդ մարդիկը փամը չխոսեցան, փերաննի չիփացին, Հիսուս երբ որ այդ արարքը հրավ, որտեվ քիծան, իր բացարձակ իշխանությունով դուրս հանեց բոլորը։ Հիսուս դաջարը իր դունը նկատեց, մինչդեռ մույսները հարմար արևդուրի գետրոմը հասկացան շատ լավ, անոր համար չգրցան հագարակել։ Երկրորդ գետ մնալ գուզեմ մին խորհրդածությունը սեզ հետ բաժնեկցիլ, ըզգայացուց արագովը մեր դերը փարիսեցիներուն դերոջը մերցնելու մեջ բադասխանադուությունը ցույց տվավ արագովը։ Գարտամ այդ արագը Մարգոս 13-րդ գլուխի մեջն է եւ հոն այնքան հստակ է, որ գսե։ Եվ սկսավ արագներով խոսիլ անոնց հետ ուսել։ Մարդը այքի դնգեց ու անոր փոլորդիկը ցանկ քաշեց եւ ըստորահանցան փորեց ու աշտարակ շինեց եւ զանիգա մշակներու հանցնեց ու ինք օդար երգիր մկնած եւ ադենին ծառա մղրգեց մշակներուն որբեսի մշակներեն այքին բդուղեն առնե իսկ անոնք փռնեցին ծեծեցին զանիգա ու բարապ ջամպեցին նորեն ուրիշ ծառա մնալ ղրգեց անոնց եւ զանիգա քարգոծելով գլուխը վիրավորեցին ու անարգված ջամպեցին եւ դարձյալ ուրիշ մղրգեց ու զանիգա սպաննեցին եւ շատ ուրիշներ ալ ղրգեց որոնց մեկ քանիները ծեծեցին ու մեկ քանիները սպաննեցին ուստի լավ մտիգրեք ինչ ըզգայացունց արագ մնա այս ուստի սիրելի որդի մնալ ունենալով վերջապես զանիգալ ղրգեց անոնց ասելով թերևս ամճնան իմ որդի ես բայց այն մշակները ասին իրարու ասիգա է ժարանքը եկեք զանիգա սպաննենք ու ժարանքությունը մերելնա եւ բռնեցին զանիգա ու սպանեցին եւ այքին դուրս հանեցին ուստի այքին դերը ինչ պիտի անե պիտի կա ու գործընծնե մշակները եւ այքին ուրիշներուն պիտի դա ուրիշներուն եւ այս քիրը չեք կարդացեր թե այն քարը զոր շինողները անարգեցին անիգա անգյունին գլուխը եղավ ասիգա դերոճմեն եղավ ես զարմանալի է մեր աչքերուն եւ գփնդրեին թե ինչպես բռնեն զանիգա բայց ժողովուրդեն բաղցան քանզի իմացան որ այն արագը իրենց համար եղավ իմացան հասկացան անոնք շատ լավ հասկացան որ արագը իրենց համար եկավ ճիշտ է դեռ մգարտացինք Հիսուս խաչվելու եկավ այս բանը աստծո եղավ սակայն մարդը պատասխանատու է իր կործած ոչիրներուն եւ եթե տեսնենք պատճառները որոնք մղեցին փարիսեցիներուն Հիսուսը սպաննելու հիմա եթե նկատեցիք դերմը պիտի բռնեին բայց կսե ժողովուրդեն վախցան խելացի են հաշիվնին գիտեն ժողովուրդեն վախցան ինչն է պատճառը որ մղեցին այս մարդոց Հիսուսը սպաննելու մի քանի գեդեր ծեր ուշադրությամբ պիտի անցնեմ առաջին պատճառը եւ պիտի տեսնեք թե որքան իրական է մեր ներկա քրիստոնյա աշխարհին վիճակին հետ ճիշտ նույնն է առաջինը
հոգևոր դքիդությունը այսեր չգիտան թե իրենց մեջ եղողը Աստված էր մեսիան էր եւ իրենք ըստ մարգարեություններու գիտեին Հերովդես թագավորին չսին ահա այսպես գրված է երբ որ թագավորը սավոր պիտի ծնի գանչեց ես ալ երթամ երկրպագությունը իրենք մարգարեները մեջբերում էին այսպես գրված է այո գիտեն բայց դքիդապար դքիդության մեջ մնացին եւ այսպեսով մատնեցին երկրորդը տասնյակ դարիներ Աստծուծմե հերու մնացին Աստծո խոսքեն ոտնագողրին օրենքները եւ երբ Աստծո վերապերյալ խոսքերով գարդահայտվեր մեր դերը գսրթողեին դերմը եկած էր որալ այս մարդիկը Աստծո բադվերները կանոնները գանարքեին եւ իրենց ավանդություններուն գարչած կմնային Դեր Հիսուս շաբաթօրը մարդ մը բժշկեց սրտողեցան ատքան միտքը խավար մարդ հոսքը ասնի շաբաթը բղձեց այո բայց մարդը կյանք ունեցավ ապրեցավ ցերկը չորցած մարդուն երբ ժողովարանի մեջ նստած ցերկը չորցած մարդուն գանչեց մեջտեղը գայնեցուց հարցուց ինչ կսեք շաբաթօրը բժշկելը հարմար է թե ոչ ցկենք չորցած հիվանդ մնա գգարտանք որ լուր գեցան ինչ սոսկալի է աս մտքի գուրությունը սոսկալի է ինչպես է Սիրագյորը ամենակեշփանն է երբ որ մարդուն միտքը գուրնա շատ քեշ է եւ հոս Հիսուս դեսան հրաշները լեցուն հրաշները ոչ թե միայն հոս որ արցանակրված է հրաշները դեսան եւ իրենք ասին մեկը չգրնար այս հրաշները գադարել եթե Աստված անորետ չլա սակայն խոսքերը դեսան խոսքերը Աբրահամի ըլլալեն առաջ եմ ես շաբաթը չի բահեր մեր ավանդություններուն թեմ գտպնա գարձես թե գահասկնա մեզ այնպես մգուսուցան է որ մենք մեր ավանդություններն հրաժարինք եւ այս բոլորը գշիրքի վրա թրին եւ ասին այո հրաշներ գնե բայց ասոնք չի հարկեր խաչը մտքի գուրությունն է ինչպես ասած եմ միշտ պիտի ասեմ միջև այն որ դերը ինձի կյանք կուտա Քաղաքապաշտությունը եւ ավանդաբաշտությունը մարդուն միտքը գուրցնե գույրգնե խավարի մեջ կգալի դրամապանություն ըսված փանը մարդուն կովեն այլևս չես կփնդրես չի գա դրամապանություն չի գա անորամար այս էր պատճառը որ չգրցան տեսնել հոգևոր դքիդություն ավանդաբաշ քան թե աստվածասեր դաջարասեր էին ասմարտիկը դաջարասեր էին երբ մեկը դարիներ աստվածային ճշմարտություններ չլսած եւ հանգարց գլսե գսկսի սրտողին այո մենք ագանադես կդառնանք խոսակցության ադեն գսես 40 տարի է ասφակ փամբը լսած չեմ ասի ուրդեղ են եկավ հոս աստուծո խոսքեն մարդը դարիներ լսած չէ ուրիշ բաներ լսած է անորամար այս վիճակի մեջ մատնվեցան եւ Հիսուսը խաչը անեցին գրոնական զայրահեղություն հոգևոր
աչկերնին գուրցած էր։ Անոր համար Եսայի մարգարեությունն ալ ըրավ, այս բոլորը տեսնելով։ Պիտի տեսնեն, տեսնելով պիտի չտեսնեն։ Աչքով ֆիզիկապես պիտի տեսնեն, բայց ներքին աչքերը գույր։ Ներկա անվանի քրիստոնյաներու մեծամասնությունը վարակված են այս աղտով, դժբախտաբար։ Աղոտ կսեմ միշտ, որ Աստված այցել է, մտքեր լուսավոր է, սիրտեր լուսավոր է։ Դարձյալ նախանցություններ, Ստեփանոս ալ կսե, Պետրոս ալ կսե, նախանցեն Հիսուսը մատնեցին։ Հիսուսի ունեցած քիդության կնախանցեին։ Այս մարդը ուրգե ունի այս քիդությունը, ասիկա Հովսեփին որդին չէ, ասոր մայրը, եղբայրները, քույրերը բոլորը գճաշտանք, ասի ուրգե ունի, ասիկա մեր աստվածապանական թբրոցը աջախած չի, ասի ուրգե եկած է, ասի նախանցեցան։ Դարձյալ ուրիշ պատճառ մնալ իրենց քահեն աթորեն գվախնային։ Դեղ ասած էին, որ փառքի եւ թիրքի մեջ կգտնվեին։ Ուրեմն այդ վախն էր, որբեսի չգործընծնեն։ Ուրեմն ինչ է մեր սորվելիք տասը։ Ասոք բադբությունները ոչ թե գգրտնենք, տասեր գքաղենք, ճշմարտություններ գսորվենք։ Ինչու այսպես եղավ գհարցնես եւ բադասխանը գստանանք, փառք կուտանք, որ Աստծո խոսքը արևենալ բայցար է, հստակ է։ Նաեւ վերջին գետ մնալ հիշեմ, չորեքշաբթի օրը կարևոր տասը ուզեց սորվեցնել իրեններուն։ Ավակ շաբթվա ընթացքին շատ կորձեր դեղի ունեցան, շատ խոսքեր ըստվեցան, շատ վիճակներ ստեղծվեցան, բարականեր ստեղծվեցան եւ հոն խոսքեր ըստվեցան։ Եվ չորեքշաբթի օրվա մեր ուրիշ տասնալ սորվելիք իրեններուն կարևոր տասը սորվեցնելն էր։ Հովաննու ավետարան 10-րդ գլուխի մեջ եւ այս հաջող գգարտանք 3-4 գսե 13-4 Հիսուս գիտնալով թե հայր ամեն բան իր ցերկը տվավ, եւ թե ինք Աստծուց մելավ ու Աստծուծոքով կերտա, ընտրիկեն ելավ եւ հանդերձները մեկտի թրավ, ուղենչակ մարնելով մեջ կփատեց, յետքը գոնքի մեջ չուրլեցուց, ոտն լվայի թեպկն է, ժամանակը սախուր արնեմսելով բիչի գարտամ։ Ինչ էր սովորությունը, երբ որ դեղ մգերտային, մեկը պետք էր ոտկերնին լվար, այսի սովորություն մներ, այն ադեն ճամփաները ասֆալտ չէին, գոշիկներ չգային, և պետք է մեկը ոտկերնին լվար, ասոնք նստեցան, աշակերտները, մեկը չելավ, ես պիտի լվամ, Հիսուս ընտրիկեն գսեհոս, ընտրիկեն ելավ, ոչ թե ետքը, ոչ թե գերան խմեցին հետո, ընտրիկը թողեց, ելավ և աշակերտներուն ոտկերը լված։ Այս տասը սորվելու համար հավատացյալը բավական հանգրվանները պիտի անցնի։ Թյուրուն չէ, հասկացաք ինչ է տասը, խոնարհության տասն է։ Խոնարհությունը ցեզիսած եմ հունարեն բնակիրը շատ դժվարամարսելի է, կարծեմ չսեմ ավելի լավ է։ Թյուրուն չէ խոնարհությունը, քուլուխդ պիտի ձրես, ետ պիտի քաշվիս, և ընտրություն է։ Հոսպայց դերը այս տասը գուզե սորվեցնել։ Ապրիլը թյուրուն չէ, խոսիլը թյուրուն է։ Նախ խոնարհողը իր անձեն պետք է բարբվի։ Եվ Տեր Հիսուս հոս լավագույն օրինակն է, տաս տվավ,
ամենը նստեր են, գուդեն, Հիսուս թողեց և մեջքը անցերոս դրավ և սկսավ ոտքերնին լվալ։ Օրինակն է, խոնարհության դասը սորվելու համար զիջիլ պետք է, դրամատրվել պետք է, այսինքն խոնարհը ուրիշներուն օգուտը կփնտրե, միշտ այդպես է, իր անձեն հրաժարած է։ Մենք շատ անգամ գսենք, ով դեր զիս խոնար բահ է, մուսկոմե չեն գուզեր խոնարիլ ու մեր եսեն հրաժարիլ։ Աղվոր գլսվի, ով ասված ինձի խոնար բահ է։ Ասված այդպես իներուն գսե զավագս, քեզի հարցում բունիմ, հրամ է ով դեր, գուզես խոնարիլ, անշուշտ, խոնար է, ինձ մե ինչ գուզես, խոնար է, որտև խոնարհությունը ընդրություն է, հոս Հիսուս մեկը չստիպեց իրեն, որ ընտրիկեն ելլե և ոտքերը լվա։ Նույնպես մեկը չստիպեց Հիսուսին, որպեսզի քահ թողե և աշխարհ իր անձը ունայնացուց ծառայի գերբարանք արավ։ Բիդի ընտրես, հեշտ չէ, թյուրին չէ, ես էդ հրաժարի։ Ուրեմն այս է, որ դասը դերը մեզի ուզե սորվեցնել։ Հովհաննես առաքյալ այս հատվածի մեջ սկիզբը որ գարտացի, առաքյալը կնկարագրե Հիսուսի ցերպակալությունը, անոր վարմունքը հռոմայացված հանդեպ, հրյա գրոնականներուն հանդեպ և իր աշակերտին հութային, երբ որ ցերպակալեցին։ Եվ այս կհիշեցնե մեզ Եսայի մարգարեն ըսած խոսքերը։ Ինչ կսեոն, գարտամ, մեզի ծանոթ 53:7 գսե, մորթվելու դարվող ոչխարի պես ու իր խուզողներուն առջև մունչ գեցող մաքիի պես փերանը չբացավ։ Ճիշտ այդ եղավ, երբ որ զինքը բռնեցին, որտև հեզեր։ Այնպես որ Հովհաննես Մկրտիչալ գսե, ահա Աստուծո քարնուկ է։ Այս վիճակը երբեք դգարություն չէ, երբեք, հաբա սիրով լեցուն սիրտի մարդահայտությունն է։ Հիսուսի սիրտը լեցուն էր սիրով, հեզությունով լեցուն էր։ Ուրիշներուն սիրույն լուր գեցավ մեր դերը, և այդ ուրիշները ես և թուն ես, փոլորս ենք, ուրիշներուն սիրույն, ոչ թե իրանցին համար լուր գեցավ, քեզի համար, ինձի համար, լուր գենալով փրկության ջամփան բացավ, և այս խոնարհություն կբան չէ, խոնարհություն։ Սորվինք Տեր Հիսուսե ուրիշներուն սիրույն զոհողություններ կատարելու։ Հիսուսի առաքելությունը իր բոլոր մանրամասնություններով ուրիշներուն համար էր, ուրիշին համար աշխարհ եկավ, ուրիշին համար ծառայեց, խոսեցավ, ուսուցանեց, մահ ճաշակեց, մեռավ, թաղվեցավ և հարություն արավ, բոլորը ինձ և քեզի համար, ուրիշին համար։ Թող այս օրերու մեջ մենք ալ սորվինք հեզությամբ ապրիլը ու զիրար սիրելը։ Ամփոփելով ուրեմն այս երեք գետերը դերը գուզե որ մեր դաջարները մաքուր տեսնել։ Գոհոժարիս սկսե։ Նաև հոգևոր դքիդության մեջ չապրիլ։ Հոս ժամանակն է մարդիկ աստվածային ճշմարտությունները հասկանալու, գիտնալու։ Ամոթ է հոգևոր դքիդությունը։ Բաց միտքդ, գարթա Աստուծո խոսքը։ Այս տասնալ գսորվինք, որտև փարիսեցիներուն այդ պատճառը, որ Հիսուսը բռնեցին, հոգևոր դքիդությունն է, պատճառները մեկը։ Եվ նաև հեզլանք, որպեսի գարենան ուրիշներուն օգտակար դառնալ։ Երբ որ իմանցիս դերն եմ,
անցնաբաշտ եւ եսաբաշտ եմ, ինչպես պիտի գարենամ քեզի օգտակար դառնալ, ինչպես, այնպես որ երանի թե այս տասերը սորվինք եւ մեր ամենօրյա փորձառությունը լա, եւ այսպեսով դերը պիտի փարավորվի, գուզես Աստված փարավորվի քու կյանքիդ միջոցով, այս երեք ճշմարտություններու շուրջ խորը, դերը ցեզ իր շնորհքի մեջ պահե, ամեն։ Պիտի վերջացնենք երկելով 120-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվի նաոտքով պիտի փակենք։ Շատ սիրեմ քեզ Հիսուս, շատ ավելի։ Շատ սիրեմ քեզ Հիսուս, շատ ավելի, այս է սրտիս փափակ, Տեր սիրելի, լսեր բաղաբանք, Տեր շատ սիրեմ քեզ, Տեր սիրեմ քեզ, շատ ավելի, շատ զորություն սարավ, աջույք ունայն, բոլոր վշտիս սահոր, դու ես դարման, այս է սրտիս փափակ, թե շատ սիրեմ քեզ, Տեր սիրեմ քեզ, շատ ավելի, թող հարցակի փորձան, միշտ առաբան, դու գուտաս ինձ Հիսուս, միշտ սփոփան, ուստի սիրեմ բրգից, միշտ շատ սիրեմ քեզ, շատ սիրեմ քեզ, շատ ավելի, հանժամ վերջին շունչից, երկրեր թրջին, հասնեն ու արևել, երբ որ անցնին, ինչ պերբրանք է ինձ, դերոն սիրեն քեզ, սիրեմ քեզ, շատ ավելի։ Այո Տեր Հիսուս, օգնե մեզի, որ քեզի շատ սիրենք, որովհետև դու մեզ շատ սիրեցիր։ Մեզ սիրեցիր, երբ դակավին մենք մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած էինք։ Օգնե մեզի Տեր, մենք քեզ սիրենք եւ Տեր քեզի համար մեր լավագույնը տանք, որբեսի դու փարավորվիս մեր կյանքերու մեջ։ Օգնե Տեր, որ հեզլանք եւ Տեր խոսքի ճշմարտությունները դեղ գտնե մեր սրտերու մեջ եւ Տեր առողջ միտքով գիտակցությամբ ճշմարտաբես քեզ ճանչնալով քեզ հետ քալենք եւ ապրենք։ Այսօրվա խորհրդածությունները Տեր մեր սրտերու մեջ գնքես
եւ լավոր որպես աղեկ հողի մեջ ցանվին եւ բդուղ դան իբարս երրորդության փառքիդ համար ամեն Amen.